Ինչ անել, երբ քո հավատքը մահանում է, իսկ Աստված լռում է։ Պատկերացրեք մի քահանայի, ով տեսնում է Աստծո իրական հրաշքը, ոչ թե հին լեգենդ, այլ կենդանի տեսիլք, որը կարող է փոխել ամեն ինչ։ Նա վազում է իր հոգևոր առաջնորդի մոտ, սիրտը հույսով լի, իսկ ինչ է ստանում պատասխան, նրան մեղադրում են սատանայի հետ կապի մեջ և անվանում խելագար, ամբողջ եկեղեցու առաջ, սա անհավանական է։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե իրականում ինչ էր այդ տեսիլքը, որը ստիպեց արքեպիսկոպոսին այդքան կատաղել, բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչպես այդ նվաստացված քահանան կանգնեց մեն-մենակ ամբողջ համակարգի դեմ։ Նրա հաջորդ քայլը ստիպեց բոլորին լռել։ Երբ նա սկսեց իր քարոզը, եկեղեցին սառեց, ոչ ոք նման բան չէր սպասում։ Իսկական տապանը փայտից չէ, այն շատ ավելի հզոր բան է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե մեր տապանում քանիսով ենք։ Արարատի ստորոտում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու քարե պատերը կարծես ներծծել էին դարերի աղոթքներն ու հառաչանքները, դառնալով մեր ժողովրդի տոկունության լուռ վկաները։ Ես, Տեր Հովհաննեսս, 45 տարեկան մի հոգևորական, կանգնած էի խորանի առջև, և մոմի տատանվող լույսը ստվերներ էր գցում սրբապատկերների խիստ դեմքերին ու տաշված քարերի վրա, որոնք տեսել էին ավելին, քան ցանկացած մահկանացու կարող էր երթևէ պատմել։ Դրսում աշնանային քամին գայլի պես ոռնում էր, իր հետ բերելով լեռան սառը, անզիջում շունչը, մի շունչ, որը թվում էր, թե ուզում էր փորձության ենթարկել մեր հավատքի վերջին մնացորդները։ Այս եկեղեցին, այս փոքրիկ, աշխարհից կտրված գյուղը, այս մի բուռ հավատացյալները, նրանք իմ տապանն էին դարձել այս անհանգիստ փոթորկոտ աշխարհում։ Բայց վերջին շրջանում այդ տապանի պատերը, որոնք դարեր շարունակ դիմացել էին ամեն փորձության, սկսել էին վտանգավոր ճաքեր տալ։ Իմ հոտի հավատքը թուլանում էր օրեցօր, ինչպես մայրամուտի արևի լույսը, որը պայքարում է մոտեցող գիշերվա դեմ, բայց անխուսափելիորեն պարտվում է։ Երիտասարդները, որոնց աչքերում պետք է վառվեր ապագայի հույսը, հեռանում էին քաղաք փնտրելով նյութական բարիքներ և մոռանալով իրենց հոգևոր արմատների մասին։ Մեծերը, որոնց սրտերը պետք է լինեին հավատքի ամրոցներ, կորցնում էին հույսը, ծանրաբեռնված կյանքի դժվարություններով և անցյալի ցավոտ հիշողություններով։ Իսկ ամենացավալին երեխաների աչքերն էին։ Այնտեղ այլևս չէի տեսնում այն աստվածային, անմեղ կայծը, որը ժամանակին այս ժողովրդին սարեր էր տեղաշարժել տվել։ Նրանք նայում էին Արարատին ոչ թե որպես փրկության և Աստծո ուխտի հավերժական խորհրդանիշի, այլ որպես անհասանելի, օտար սահմանի հետևում մնացած մի գեղեցիկ, սակայն անկենդան պատկերի։ Նրանց համար Նոյի պատմությունը դարձել էր հին հեքիաթ։ Միայն դա։ Տեր Աստված, շշնջացի ես, և իմ ձայնը խեղդմեց եկեղեցու սառը լռության մեջ, ինչպես վերադարձնեմ նրանց հավատքը, ինչպես ցույց տամ, որ տապանը դեռ Արարատի վրա է, ոչ թե որպես փայտի մնացորդ, այլ որպես կենդանի հույս, որ քո ուխտը հավերժ է և անխախտ։ Իմ աղոթքը խառնվեց քամու սուլոցին, դառնալով մի տխուր մեղեդի։ Ես զգում էի ինձ Նոյի պես, շրջապատված անհավատության և մեղքի համատարած ջրհեղեղով, բայց մի մեծ տարբերությամբ, ես չունեի Աստծո հստակ պատվիրանը, թե ինչպես կառուցել փրկության տապանը այս նոր դարում։ Իմ գործիքները, աղոթքն ու քարոզը, կարծես թե բթացել էին։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հենց այդ պահին, երբ հուսահատությունը սկսել էր սողոսկել սրտիս ամենախոր անկյունները, եկեղեցու հին, ծանր փայտե դուռը սարսափելի ճռալով բացվեց։ Սահակի սարկավագն էր, շունչը կտրված, դեմքին տագնապի ու անբացատրելի հուզմունքի խառնուրդ, որը ես երբեք նրա դեմքին չէի տեսել։ Նա ձեռքին մի կնքված, պաշտոնական տեսքով ծրար էր բռնել, որը կարծես այրում էր նրա մատները։ Տեր հայր, հազիվ լսելի ասաց նա կմքմալով, Երևանից է, Մայր Աթորից, արքեպիսկոպոս Գևորգից անձամբ։ Սիրտս սեղմվեց այնպես, կարծես սառը ձեռքով բռնեցին այն։ Արքեպիսկոպոսը, հայ եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերից մեկը, հազվադեպ էր անձամբ գրում սովորական գյուղական քահանայի։ Սա սովորական նամակ չէր, սա կամ դատավճիռ էր, կամ հրաման, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Ես դանդաղ մոտեցա և վերցրի ծրարը, մատներս դողում էին։ Կարմիր մոմե կնիքը եկեղեցու խորհրդանիշով կարծես ինձ էր նայում, պահանջելով պատասխաններ։ Կնիքը կոտրելիս զգացի, որ սա ոչ թե պարզապես նորություն է, այլ փորձություն։ Կամ գուցե պատասխան իմ աղոթքներին, բայց այնպիսի պատասխան, որին ես պատրաստ չէի։ Այնինչ գրված էր այդ թղթի վրա, պետք է ցնցեր ոչ միայն մեր փոքրիկ, լեռների մեջ կորած համայնքը, այլև ամբողջ հայ առաքելական եկեղեցու հիմքերը։
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում։ Արարատ լեռը հայ ժողովրդի համար երբեք պարզապես լեռ չի եղել, այն մեր ԴՆԹ-ի մեջ է, մեր հոգու քարտեզի վրա, մեր ազգային ինքնության անբաժանելի մասը, որը սնուցել է մեր մշակույթն ու հավատքը հազարամյակների ընթացքում։ Դարեր շարունակ մեր սուրբ հայրերը, մեծն Գրիգոր Տաթևացուց մինչև պատմահայր Մովսես Խորենացի, մեկնաբանել են Նոյի տապանի պատմությունը ոչ թե որպես հեռավոր անցյալի մոռացված իրադարձություն, այլ որպես մեր ազգի ճակատագրի մշտական, կենդանի այլաբանություն։ Մենք, հայերս, հպարտությամբ մեզ համարում ենք Նոյի ուղիղ սերունդներ, իսկ մեր սրբազան հողը մարդկության երկրորդ օրրան, մի վայր, որտեղից սկիզբ առավ նոր կյանքը ջրհեղեղից հետո։ Այս գիտակցությունն է, որ մեզ ուժ է տվել դիմակայելու պատմության ամենադաժան փորձություններին։ Հիշում եմ, թե ինչպես մեր ուսուցիչը, ծերունի Վարդան Վարդապետը, որի աչքերում կարծես արտացոլվում էր դարերի իմաստությունը, մեզ, երիտասարդ սեմինարականներիս, պատմում էր Սուրբ Հակոբ Մզբնացու անօրինակ հավատքի մասին։ Այդ մեծ սուրբը, ցանկանալով սեփական աչքերով տեսնել տապանի մնացորդները եւ այդպիսով ամրացնել թերահավատների հավատքը, որոշել էր անհնարինը բարձրանալ Արարատի անմատչելի գագաթը։ Ճանապարհին, ուժասպառ լինելով ֆիզիկապես, բայց ոչ հոգեպես, նա քնում է եւ երազում Տիրոջ հրեշտակը հայտնվում է նրան, ասելով, որ Աստված արգելել է մահկանացուի ոտքը դնել սրբազան գագաթին։ Բայց որպես նրա անսասան հավատքի վկայություն եւ պարգև, հրեշտակը նրա գլխի տակ դնում է տապանից մի սրբազան կտոր։ Այդ անգին մասունքը մինչ օրս պահվում է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում, որպես հիշեցում։ Ինչի մասին։ Այս պատմությունը մեր եկեղեցական ավանդույթի անկյունակարն է, այն մեզ սովորեցնում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն, փրկության խորհուրդը ոչ թե ֆիզիկական, շոշափելի ապացույցների մեջ է, այլ անսասան, մանկամպես մաքուր հավատքի։ Բայց իմ ժամանակներում, 21-րդ դարում, մարդիկ կարծես թե կորցրել էին այդ հավատքը։ Նրանք ուզում էին տեսնել, շոշափել, գիտականորեն հաստատել։ Նրանք մոռացել էին, որ տապան ամենից առաջ հոգևոր կառույց է, այն խորհրդանիշն է եկեղեցու, որը փրկում է մեղքի ջրհեղեղից։ Արքեպիսկոպոսի նամակը, որը դողացող ձեռքերովս բացեցի, կարծես սառը ջուր լցրեց գլխիս։ Նա գրում էր, որ միջազգային գիտական արշավախումբ է ժամանելու Հայաստան, թուրքական կողմի հետ համաձայնությամբ Արարատի վրա հնարավոր անոմալիաներ ուսումնասիրելու համար։ Նրանք ունեին նորագույն տեխնոլոգիաներ, ռադարներ, որոնք կարող էին տեսնել սառցադաշտերի հազարամյա շերտերի տակ։ Եվ ամենասարսափելին, նրանք խնդրում էին հայ առաքելական եկեղեցու օրհնությունն ու ներկայացուցիչ մասնակցությունը։ Արքեպիսկոպոսը, ճանաչելով իմ նվիրվածությունը թեմային եւ իմ անսահման սերը Արարատի հանդեպ, հենց ինձ էր ընտրել որպես այդ ներկայացուցիչ։ Սա պարզապես առաջադրանք չէր, սա մեր հավատքի սրբության ստուգումն էր։ Ինչ կլինի, եթե նրանք ոչինչ չգտնեն, կամ ավելի վատ, ինչ կլինի, եթե գտնեն մի բան, որը կհակասի մեր դարավոր ավանդույթին։ Հոգևոր պայքարի առաջին նշաններն արդեն օդում էին, եւ ես զգում էի, որ այս փոթորիկը կարող է կամ հիմնովին քանդել, կամ վերջնականապես ամրացնել մեր հավատքի տունը։ Բայց դա դեռ ամենը չէր։ 2 շաբաթ անց ես կանգնած էի Երևանի Մայր Աթորի շխեղ, բայց միևնույն ժամանակ խստաշունչ դահլիճում, արքեպիսկոպոս Գևորգի առջև։ Նրա աչքերը, որոնք սովորաբար հայրական ջերմություն էին ճառագում եւ կարող էին խաղաղեցնել ամենահանգիստ հոգին, այժմ սառն ու զգուշավոր էին, ինչպես ձմռանը Սևանա լճի մակերեսը։ Իմ կողքին նստած էին արշավախմբի ղեկավարները, ամերիկացի երկրաբան դոկտոր Էվանսը եւ ֆրանսիացի հնագետ դոկտոր Լեբլանը։ Նրանք խոսում էին գեոռադարների, արդանյակային պատկերների եւ սառցային կեռների մասին, օգտագործելով տերմիններ, որոնք իմ հոգևոր աշխարհի համար օտար էին ու անհասկանալի։ Նրանց խոսքում Արարատը պարզապես աշխարհագրական օբյեկտ էր, մի բարձունք, որը պետք է նվաճել, իսկ տապանը հնարավոր հնագիտական սենսացիոն գտածո ոչ ավելին։ Նրանք չէին հասկանում, որ խոսում են մեր ազգի սրտի մասին։ Սրբազան հայր։ Դիմեցի ես արքեպիսկոպոսին հայերեն, երբ նրանք մի պահ դադար տվեցին իրենց տեխնիկական բացատրությունները։ Սա սրբապղծություն է։ Նրանք ուզում են մեր հավատքի խորհուրդը վերածել թանգարանային նմուշի չոր փաստի։ Սուրբ Հակոբ Մզբնացուն հրեշտակը կանգնեցրեց։ Միթե մենք, նրա հետնորդներս, պետք է օրհնենք այս գործը եւ ճանապարհ բացենք դեպի սրբություն։ Իմ ձայնը դողում էր ոչ թե վախից, այլ զայրույթից։ Արքեպիսկոպոսը խորը հառաչեց, եւ այդ հառաչանքի մեջ կարծես դարերի իմաստություն եւ ցավ կար։
Տեր Հովհաննես, ժամանակները փոխվել են, մենք չենք կարող պարզապես թաքնվել մեր վանքերի պատերի հետևում և աչք փակել աշխարհի վրա։ Եթե մենք մերժենք, նրանք միևնույն է կգնան, և աշխարհը կասի, որ հայերը վախենում են ճշմարտությունից։ Իսկ եթե, Աստված մի արասցե, նրանք ինչ-որ բան գտնեն առանց մեզ, դա կլինի մեր եկեղեցու համար մեծագույն հարվածը։ Դու պետք է գնաս, դու կլինես մեր աչքերն ու ականջները, դու պետք է վկայես, որ մեր հավատքը ոչ թե փտած փայտի կտորների վրա է հիմնված, այլ կենդանի Աստծո վրա։ Նրա խոսքերը երկաթե տրամաբանություն ունեին, բայց սիրտս չէր ընդունում դրանք։ Ես զգում էի, որ մենք բացում ենք մի դուռ, որը մեր սուրբ հայրերը գիտակցաբար փակ էին պահել դարեր շարունակ։ Հաջորդ օրը, իմ համայնք վերադառնալով, ես հավաքեցի եկեղեցու ավագանուն, ծերունի Ռուբենին, իմաստուն Գրիգորին և մի քանի այլ հարգված մարդկանց և հայտնեցի նորությունը։ Լուրը կայծակի պես տարածվեց գյուղում, և տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էի վախենում։ Գյուղը բաժանվեց երկու մասի։ Ոմանք, հատկապես երիտասարդները, ոգևորված էին, նրանք սա տեսնում էին որպես հնարավորություն աշխարհին ապացուցելու մեր պատմության ճշմարտացիությունը։ Բայց մեծերը, իմաստուն ծերունիները, որոնց դեմքերին դաջված էր մեր ժողովրդի դարավոր տառապանքը, գլուխներն էին թխուր թափահարում։ Տեր հայր, ասաց ինձ 90-ամյա Ռուբեն պապը, որի աչքերը տեսել են և ցեղասպանություն, և պատերազմ։ Արարատի գաղտնիքը սրտով են բացում, ոչ թե սարքերով։ Աստծո հրաշքը չի կարելի չափել ու կշռել։ Դուք գնում եք փնտրելու փայտը, բայց կարող եք կորցնել հավատքը։ Նրա խոսքերը մխի պես խրվեցին սրտիս մեջ։ Հակամարտությունն այլևս իմ և արքեպիսկոպոսի միջև չէր, այն իմ ներսում էր, իմ համայնքի ներսում։ Մի կողմում աշխարհի պահանջն էր, ապացույցներ, փաստեր, տեսանելի արդյունքներ։ Մյուս կողմում մեր հայրերի հավատքն էր, խորհրդավոր, անբացատրելի, բայց հզոր։ Եվ ես կանգնած էի այդ երկու աշխարհների բախման կիզակետում։ Իսկ հետո տեղի ունեցավ անհավանականը, մի բան, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Արշավախմբի մեկնարկից մեկ օր առաջ բնությունն ինքը կարծես ապստամբեց մարդկային այս հանդգնության դեմ, ցույց տալով իր ահարկու ուժը։ Երկինքը հանկարծակի մտնեց, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք սև թանակ լցրեց արևի վրա, և այնպիսի տեղատարափ հանձրև սկսվեց, որպիսին անգամ գյուղի ամենածեր բնակիչները չէին հիշում իրենց երկար կյանքի ընթացքում։ Սա սովորական անձրև չէր, սա երկնքի զայրույթն էր։ Լեռնային գետը, որը սովորաբար խաղաղ կարկաչում էր, վայրկյանների ընթացքում վերածվեց կատաղի հրեշի, որը վարարեց իր ափերից, քշելով իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Լանջերից սկսեց սողալ հողը, իր հետ տանելով դարավոր ծառերն ու քարերը։ Դա պարզապես փոթորիկ չէր, դա ջրհեղեղի փոքրիկ, սարսափելի մոդելն էր, կարծես բնությունը հիշեցնում էր, թե ինչի համար էր ի սկզբանե ուղարկվել մեծ ջրհեղեղը, մարդկային հպարտությունն ու մեղքը պատժելու համար։ Գիշերվա կեսին սարսափելի դղրդյունից ես վեր թռա։ Գյուղի եզրին գտնվող մի քանի տներ, որոնք կառուցված էին գետի մոտ, պարզապես քշել դարել էր ցեխի հզոր հոսքը։ Բարեբախտաբար զոհեր չկային, բայց մարդիկ կորցրել էին իրենց տունն ու ողջ ունեցվածքը, որը կուտակել էին սերունդների քրտինքով։ Սուրբ Հարություն եկեղեցու հաստ պատերից մեկը, որ դիմացել էր թշնամու հարձակումներին ու երկրաշարժերին, խորը ճաքել էր։ Իսկ բակում դրված հին գեղազարդ խաչքարը, որը դարեր շարունակ օրհնում էր մեր գյուղը, տապալվել էր դեմքով դեպի ցեխը, կարծես ամաչում էր մեր անհավատությունից։ Համայնքը խուճապի մեջ էր, իսկական խուճապ։ Սա Աստծո պատիժն է, լսվում էր ամեն կողմից, և այդ խոսքերը քամուց ավելի սառն էին։ Մենք զայրացրինք նրան մեր թերահավատությամբ, մենք ուզեցինք բացահայտել նրա սուրբ գաղտնիքը, և նա մեզ ցույց տվեց իր ուժը։ Իսկ Ինչ կասեն հավատացյալները, գործոնն այլևս հարց չէր, այն մեր դեմքին հարվածող իրականություն էր, որից փախուստ չկար։ Մարդիկ սկսեցին մատնացույց անել ինձ։ Ես էի այն հոգևորականը, որը համաձայնել էր մասնակցել այդ սրբապիղծ գործին։ Ես դարձա նրանց վախի և զայրույթի թիրախը։ Եկեղեցու պատիվը վտանգված էր, և այդ վտանգի մարմնավորումը ես էի։ Արքեպիսկոպոս Գևորգն անմիջապես զանգահարեց Երևանից։ Նրա ձայնը խիստ էր ու մետաղական։ Տեր Հովհաննես, սա փորձություն է, դու չպետք է տեղի տաս ժողովրդի սնահավատությանը և վախերին։ Ավելի քան երբևէ դու պետք է ուժեղ լինես և ցույց տաս առաջնորդի օրինակ։ Արշավախումբը չի չեղարկվի։ Դու պետք է գնաս և ցույց տաս, որ մեր եկեղեցին չի վախենում ոչ փոթորիկներից, ոչ էլ մարդկային բամբասանքներից։
Եկեղեցական կանոնների և հիերարխիայի ճնշումը ծանր քարի պես նստել էր ուսերիս։ Մի կողմից իմ հոտը, որը սարսափի մեջ էր և ինձ մեղադրում էր աղետի համար, մյուս կողմից իմ հոգևոր առաջնորդը, որը պահանջում էր ենթարկվել և շարունակել առաքելությունը։ Ես մնացել էի մենակ։ Իմ աղոթքները կարծես չէին հասնում երկինք։ Ես նայում էի տապալված խաչքարին և տեսնում էի իմ սեփական տապալված հավատքի խորհրդանիշը։ Ինչ անել։ Հնազանդվել արքեպիսկոպոսին և վերջնականապես կորցնել իմ համայնքի վստահությունը, թե մնալ իմ ժողովրդի կողքին և անհնազանդություն ցույցաբերել մայրաթողին։ Իմ հոգևոր աշխարհը փլուզվում էր, և ես չէի տեսնում ոչ մի ելք։ Այդ գիշեր ես մտա ճաքած պատերով խոնավ եկեղեցի։ Ոչ թե որպես քահանա, այլ որպես մոլորված մի զավակ։ Ծնկի իջա սառը քարերին, դեմքս ուղղեցի դեպի մթության մեջ կորած Արարատը և սկսեցի աղոթել ոչ թե մտքով, այլ հոգու խորքից եկող հառաչանքով։ Աղոթում էի, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին էր սովորեցնում, Աստծո հետ խոսելով սրտի խորքից։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ։ Եկեղեցու ներսում խավար էր ու սառնություն, միայն խորանի վրա թրթռացող մոմն էր պայքարում մթության դեմ իր տատանվող լույսով ստվերներ նետելով պատերին։ Ես ծնկաչոք էի, աչքերս փակ, բայց հոգիս նայում էր դեպի Արարատը, որը թաքնված էր գիշերվա ու ամպերի հետևում։ Ես այլևս ոչինչ չէի խնդրում, ոչինչ չէի պահանջում, ես պարզապես լսում էի։ Լսում էի լռությունը, որն ավելի խոսուն էր, քան ցանկացած քարոզ, լսում էի պատերի ճաքերից ներս խուժող քամու ոռնոցը, լսում էի իմ սեփական սրտի խփոցը, որը թվում էր, թե կոտրելու է կողերս։ Եվ այդ խորը, անծայրածիր լռության մեջ ես լսեցի մի ձայն, ոչ թե ականջներով, այլ հոգով։ Այն հնչեց ոչ թե դրսից, այլ իմ էության ամենախորքից։ Հանկարծ եկեղեցու քարե պատերը կարծես անհետացան, լուծվեցին օդի մեջ։ Ես այլևս իմ փոքրիկ, ավերված, ցուրտ եկեղեցում չէի, ես կանգնած էի ժամանակից ու տարածությունից դուրս, մի վայրում, որտեղ չկային ոչ անցյալ, ոչ ապագա։ Իմ առջև Արարատն էր, բայց ոչ թե այն քարե, ձյունապատ, անմատչելի լեռը, որ տեսնում էի ամեն օր իմ պատուհանից։ Այն լույսից էր հյուսված, փայլում էր աննկարագրելի, երկնային գույներով, որոնք մարդկային աչքը երբեք չի տեսել։ Եվ գագաթին տապանն էր, այո, տապանը, բայց դա Նոյի փայտե, խեժապատ տապանը չէր, որի մասին կարդացել էի Աստվածաշնչում։ Դա մի հսկայական, լուսավոր, կենդանի կառույց էր, որը բաբախում էր միլիոնավոր հոգիների սրտերի ռիթմով, կարծես միասնական, հզոր սիրտ լիներ։ Նրա պատերը թափանցիկ էին, ինչպես մաքուր բյուրեղը, և ես ներսում տեսնում էի ոչ թե կենդանիներ, այլ մարդկանց։ Մեր ողջ պատմությունը այնտեղ էր։ Ես տեսա մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, իր լուսավոր դեմքով, Վարդան Մամիկոնյանին, իր քաջ զորականների հետ, որոնց սրերի վրա դեռ փայլում էր ավարայրի լույսը, Մեսրոպ Մաշտոցին, իր ոսկե տարերով, որոնք դարձան մեր հոգու զրահը։ Ես տեսա ցեղասպանության անմեղ զոհերին, որոնց տանջված դեմքերին այժմ խաղաղություն էր իջել։ Ես տեսա Արցախի համար ընկած մեր հերոս տղաներին, որոնք հպարտ կանգնած էին սրբերի կողքին։ Ես տեսա իմ գյուղի բնակիչներին, նույնիսկ ինձ անվստահությամբ նայող Ռուբեն պապին։ Նրանք բոլորը այդ տապանի մեջ էին, պաշտպանված, ապահով, միասնական։ Եվ հետո ես հասկացա, ողջ էությամբ հասկացա, տապանը անցյալի մասունք չէ, այն մեր ազգի հավաքական հոգին է, մեր հավատքի ամրոցը, որը դարերի ընթացքում փրկել է մեզ պատմության անողող ջրհեղեղներից։ Արարատը ոչ թե նրա գերեզմանն է, այլ նրա հավերժական խարիսխը, որը կապում է մեզ երկնքի հետ։ Այդ պահին լեռան գագաթից մի լույս ճառագեց, որն ավելի պայծառ էր, քան միլիոնավոր արևներ, և մի ձայն, որը միաժամանակ ամպրոպի դղրդյուն էր և հոր քնքուշ շշուկ, թնդաց իմ էության մեջ։ «Ուխտս հավերժ է», ասաց ձայնը, «տապանը ոչ թե սառույցի տակ է, այլ ձեր սրտերում։ Մի փնտրեք այն քարի ու փայտի մեջ, կառուցեք այն հավատքով ու սիրով, պաշտպանեք միմյանց, և դուք կփրկվեք»։ Տեսիլքն ավարտվեց նույնքան հանգարձակի, որքան սկսվել էր։ Ես կրկին իմ սառը եկեղեցում էի, ծնկաչոք քարերին, արցունքները հոսում էին այտերովս, բայց ես այլևս նույն մարդը չէի, սառնությունն անհետացել էր։ Իմ ներսում մի անսասան կրակ էր վառվում։
Ես այլևս չէի վախենում ոչ արշավախմբից, ոչ arczepiskoposi զայրույթից, ոչ էլ ժողովրդի դատաստանից։ Ես տեսել էի ճշմարտությունը, եւ այդ ճշմարտությունը պետք է հասցնեի իմ ժողովրդին, անկախ նրանից, թե ինչ գին պետք է վճարեի դրա համար։ Սա անհավանական էր, բայց դա իմ իրականությունն էր դարձել։ Ամեն ինչ փոխվեց այդ պահին։ Արևը հազիվ էր շողացել Արարատի ձյունոտ գագաթի հետևից, երբ ես արդեն Երևան էի շտակում։ Ես պետք է խոսեի arczepiskoposi հետ, ես չէի կարող սպասել։ Իմ մեջ այրվող կրակը, որը վառվել էր գիշերային տեսիլքից, պահանջում էր արտահայտվել, պահանջում էր լսելի լինել։ Երբ ինձ վերջապես ընդունեցին, ես ներս խուժեցի նրա ընդարձակ, հին գրքերի բույրով լցված աշխատասենյակ առանց նախազգուշացման, խախտելով եկեղեցական բոլոր կանոնները։ Դոկտոր Էվանսը և դոկտոր Լեբլանը նրա հետ էին, սեղանին փռված քարտեզների վրա ինչ-որ բան էին քննարկում։ Իմ հայտնվելը ընդհատեց նրանց։ «Սրբազան հայր», սկսեցի ես, փորձելով զսպել ձայնիս դողը, որը գալիս էր ոչ թե վախից, այլ ապրած հոգևոր ցնցումից։ Արշավախումբը պետք է դադարեցվի, անհապաղ, ես տեսա, եւ ես պատմեցի ամեն ինչ, պատմեցի լուսավոր լեռան, կենդանի բաբախող տապանի, մեր սրբերի ու նահատակների մասին, որոնց տեսել էի սեփական աչքերով, եւ ամենակարևորը Աստծո ձայնի մասին, որը թնդացել էր իմ հոգում։ Խոսում էի արագ, կրակոտ, ամբողջ հոգիս դնելով ամեն բառի մեջ, փորձելով նրանց փոխանցել գոնե մի փոքր մասնիկն այն հրաշքի, որին ականատես էի եղել։ Երբ ավարտեցի, սենյակում մեռյալ լռություն տիրեց։ Գիտնականները տարակուսած նայում էին ինձ, հետո arczepiskoposin, կարծես թե չհասկանալով, թե ինչպես արձագանքեն այս անսպասելի հոգևոր պոռթկմանը։ Իսկ սրբազան հոր դեմքը այն քարացել էր։ Նրա աչքերում ոչ թե զարմանք էր, այլ սառը, անթաքույթ զայրույթ եւ խորը անասելի հիասթափություն։ Նա դանդաղ բարձրացավ իր ծանր կաղնե սեղանի մոտից եւ նրա հասակը կարծես ավելի բարձրացավ։ Բավական է, նրա ձայնը սառույցի պես կտրուկ էր ու սուր։ Դուք անցել եք բոլոր սահմանները, Տեր Հովհաննես։ Նա դարձավ գիտնականներին, եւ նրա դեմքին հայտնվեց հարկադարված ժպիտ։ Պարոնայք, խնդրում եմ ներել, Տեր հայրը թերևս վերջին իրադարձություններից ծանր ստրեսի մեջ է։ Հետո նա նորից նայեց ինձ եւ նրա հայացքում կրակ կար։ Սա հպարտություն է որդիս, ոչ թե հայտնություն։ Դու քեզ մարգարեի տեղ ես դրել։ Մեր եկեղեցին ունի 2000-ամյա ավանդույթ, մեր սուրբ հայրերը մեզ ամեն ինչ ասել են։ Ով ես դու, որ նոր ճշմարտություններ բերես։ Քո տեսիլքը գայթակղություն է սատանայից, որը նպատակ ունի խառնաշփոթ ստեղծել եւ խայտարակել մեր եկեղեցին աշխարհի աչքին։ Երբ նա դա ասաց, ամբողջ սենյակը կարծես սառեց։ Ինչպես համարձակվեց նա, այս միտքը պտտվում էր գլխումս։ Ես արգելում եմ քեզ որևէ մեկին պատմել այս զառանցանքի մասին, շարունակեց նա անխնա։ Դու կմեկնես արշավախմբի հետ, ինչպես պլանավորված էր, եւ կկատարես քո պարտքը որպես հնազանդ հոգևորական։ Սա իմ վերջին խոսքն է։ Ես դուրս եկա մայրաքորից, ջախջախված, հոգիս ավերված։ Մարդը, ում համարում էի իմ հոգևոր հայրը, ինձ մեղադրեց սատանայի հետ կապի մեջ։ Լուրն ինձնից առաջ հասավ իմ գյուղ։ Երբ վերադարձա, համայնքը դիմավորեց ինձ սառը լռությամբ։ Նրանք, ովքեր երեկ ինձ մեղադրում էին աղետի համար, այժմ նայում էին ինձ որպես խելագարի, որը վտանգավոր է։ Իսկ նրանք, ովքեր գուցե գաղտնի հավատում էին ինձ, այժմ վախենում էին անգամ մոտենալ։ Ես դարձա բոլորի կողմից մերժված։ Իմ հին դաշնակիցները դարձել էին իմ հակառակորդները, իսկ նորեր դեռ չէին հայտնվել։ Ես մենակ էի, ինչպես Նոյը իր տապանում, բայց իմ շուրջը ոչ թե ջուր էր, այլ անվստահության ու արհամարհանքի սառցե անապատ։ Այդ գիշեր ես չքնեցի։ Արքեպիսկոպոսի խոսքերը, հպարտություն, գայթակղություն, զառանցանք, մուրճի հարվածների պես թնդում էին գլխումս, փորձելով կոտրել իմ հավատքի վերջին մնացորդները։ Մի պահ, խոստովանում եմ, ես սկսեցի կասկածել ինքս ինձ։ Գուցե նա ճիշտ է, գուցե ես իսկապես խելագարվել եմ վշտից ու աննախադեպ լարվածությունից, եւ իմ տեսիլքը պարզապես հիվանդ երևակայության արդյունք է։ Ես մոտեցա իմ խցի փոքրիկ պատուհանին եւ նայեցի լուսնի սառը լույսով ողողված Արարատին, եւ հանկարծ իմ հիշողության մեջ կրկին վեր բարձրացավ լուսավոր տապանի պատկերը, մեր սրբերի խաղաղ դեմքերը եւ տիրոջ ձայնը, որը դեռ հնչում էր իմ հոգում. «Ուխտս հավերժ է, տապանը ձեր սրտերում է»։ Ոչ, դա հպարտություն չէր, դա հույս էր, դա պատասխան էր իմ բոլոր աղոթքներին։
Եվ ես չէի կարող լռել, ես չէի կարող դավաճանել այն, ինչ ինձ հայտնվել էր, նույնիսկ եթե դա նշանակում էր դեմ գնալ ամբողջ աշխարհին։ Ես չէի գնա արշավախմբի հետ սառույցի տակ փտած փայտ փնտրելու, երբ գիտեի, որ իսկական տապանը կենդանի է և բաբախում է մեր բոլորի սրտերում։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց, ես այլևս զոհ չէի, այլ զինվոր։ Հաջորդ առավոտ կիրակի էր, Սուրբ Հարություն եկեղեցին կիսադատարկ էր, ինչպես երբեք, միայն մի քանի հավատարիմ ծերունիներ էին եկել, որոնք ավելի շատ խճղարությունից դրդված էին ներկա, քան անսասան հավատքից։ Ես մատուցեցի Սուրբ Պատարագը ծանր, բայց վճռական սրտով։ Երբ եկավ քարոզի ժամանակը, ես բարձրացա ամբիոն։ Բոլորի հայացքները գամված էին ինձ, նրանք սպասում էին, որ ես կխոսեմ աղետի, արշավախմբի մասին, գուցե կզղջամ և ներողություն կխնդրեմ, բայց ես այլ պլաններ ունեի, ես խորը շունչ քաշեցի։ Սիրելի հայրեր և եղբայրներ, սկսեցի ես, և ձայնս հնչեց անսպասելիորեն ամուր ու հստակ, որը զարմացրեց նույնիսկ ինձ։ Դարեր շարունակ մենք նայել ենք Արարատին և փնտրել ենք այնտեղ Նոյի տապանը։ Մենք սպասել ենք մի հրաշքի, որը կգա դրսից և կամրապնդի մեր հավատքը, բայց մենք սխալ տեղում ենք փնտրում։ Եկեղեցում զարմացած շշուկ անցավ։ Աստվածաշունչն ասում է, որ Նոյը տապան կառուցեց Աստծո պատվերով, շարունակեցի ես, ձայնս բարձրացնելով, նա չսպասեց, որ տապանը երկնքից իջնի, նա վերցրեց գործիքները և սկսեց աշխատել։ Այսօր մեր հավատքի տունը ճաքեր է տվել, մեր հույսի խաչքարը տապալվել է, և Աստված մեզ նորից կանչում է, ոչ թե փայտ փնտրելու սառույցի տակ, այլ կառուցելու մեր սեփական տապանը, այստեղ, հիմա։ Ես ցույց տվեցի եկեղեցու ճաքած պատը, ահա մեր կիպարիսի փայտը, մեր տապալված տները, մեր վարարած գետը, սա է մեր խեժը, իսկ մեր մեխերը դա մեր միասնությունն է, մեր սերը միմյանց հանդեպ։ Իմ խոսքերը կարծես էլեկտրական հոսանքի պես անցան ներկաների միջով։ Ես այլևս չէի խոսում իմ տեսիլքի մասին, ես խոսում էի այն ճշմարտության մասին, որը բխում էր այդ տեսիլքից։ Մի սպասեք, որ օտարները գան ու գտնեն մեր փրկության ապացույցը։ Մենք ինքներս պետք է դառնանք այդ ապացույցը, վերականգնենք մեր եկեղեցին, օգնենք միմյանց, վերակառուցենք մեր տները, ցույց տանք աշխարհին, որ Նոյի ժողովուրդը կենդանի է, և մեր տապանը ոչ թե լեռան գագաթին է, այլ մեր միասնության մեջ։ Երբ ես իջա ամբիոնից, եկեղեցում տիրում էր խորը լռություն։ Հետո ծերունի Ռուբեն պապը, որը մինչ այդ արհամարհանքով էր նայում ինձ, դանդաղ բարձրացավ տեղից, մոտեցավ ինձ և խոնարհվեց։ «Ներիր մեզ, Տեր Հայր», ասաց նա, «մենք կույր էինք»։ Եվ դա միայն սկիզբն էր։ Իմ քարոզից օրեր անց մեր փոքրիկ գյուղը վերածվել էր մեղվի փեթակի։ Մարդիկ, որոնք մինչ այդ ապաթիայի մեջ էին խրված, հանկարծ արթնացել էին։ Իմ խոսքերը «Կառուցենք մեր սեփական տապանը» դարձել էին նրանց կարգախոսը։ Տղամարդիկ, մոռանալով իրենց տարաձայնությունները, միասին սկսեցին վերանորոգել եկեղեցու ճաքած պատը։ Կանայք կերակուր էին պատրաստում բոլորի համար և օգնում մաքրել տները ցեխից։ Նույնիսկ երեխաները իրենց փոքրիկ ձեռքերով քարեր էին տանում։ Միասնության ոգին, որը թվում էր, թե ընդմիշտ կորել էր, վերածնվել էր մոխիրներից։ Բայց մեր աշխատանքի ամենակարևոր մասը դեռ առջևում էր։ Մի քանի օր անց, երբ մենք գրեթե ավարտել էինք եկեղեցու նորոգումը, գյուղի ճանապարհին հայտնվեց սև, փայլուն մեքենա։ Նման մեքենա մեր կողմերում երբեք չէին տեսել։ Մեքենայից իջավ arczepiskopos Գևորգը իր ողջ շքեղությամբ։ Նրա կողքին կանգնած էին դոկտոր Էվանսը և դոկտոր Լեբլանը, որոնց դեմքերին տարակուսանք էր։ Նրանք տեսնում էին աշխատող միասնական համայնք, ոչ թե վախեցած, սնահավատ մարդկանց խումբ, որին սպասում էին։ Arczepiskopos-ը մոտեցավ ինձ։ Նրա դեմքն անթափանց էր, ինչպես գրքի փակ կազմը։ «Տեր Հովհաննես», ասաց նա սառը ձայնով, «դուք անհնազանդություն եք ցուցաբերել։ Ես ձեզ հրամայել էի գալ արշավախմբի հետ»։ «Սրբազան հայր», պատասխանեցի ես հանգիստ, «ես կատարում եմ ավելի բարձր հրաման։ Ես կառուցում եմ տապանը, ինչպես դուք ինքներդ էիք ինձ սովորեցնում։ Ոչ թե փայտից, այլ հավատքից»։ Եվ ես ցույց տվեցի մեր վերանորոգված եկեղեցին, մարդկանց, որոնց աչքերում կրկին հույս էր վառվել։ Այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Դոկտոր Էվանսը, որը մինչ այդ լուռ հետևում էր մեր խոսակցությանը, մոտեցավ և խոսեց կոտրատած հայերենով. «Տեր Հայր, մենք բարձրացանք լեռը, մեր սարքերը ցույց տվեցին ինչ-որ բան, սառույցի տակ, մի մեծ փայտե կառույց»։ Եկեղեցու բակում հավաքված մարդիկ շունչները պահեցին։
Արքեպիսկոպոսի դեմքին հաղթական ժպիտ հայտնվեց։ «Տեսնում ես», ասաց նա ինձ, «Աստված հաստատում է մեր ավանդույթը, տապանը գտնված է, բայց ես չէի շտապում ուրախանալ»։ «Իսկ ինչ եք դուք անելու այդ փայտի հետ, սրբազան հայր», հարցրի ես։ «Թանգարանն եք տանելու, ցուցադրելու եք աշխարհին որպես հնագիտական գտածո»։ «Դա կամրապնդի մարդկանց հավատքը», պատասխանեց նա վստահ։ «Ոչ», ասացի ես, եւ իմ ձայնը հնչեց ամբողջ հովտում։ «Հավատքը փայտի կտորի վրա չի հիմնվում, հավատքը սրտի մեջ է, ահա իսկական տապանը»։ Ես ցույց տվեցի իմ համայնքը։ Այս մարդիկ, որոնք կորցրել էին ամեն ինչ, բայց գտան միմյանց եւ Աստծուն, սա է հրաշքը։ Ոչ թե հազարամյակների փայտը, այլ կենթանի սիրող սրտերը։ Արքեպիսկոպոս Գևորգը լռեց, նա երկար նայեց ինձ, հետո մարդկանց, հետո վերանորոգված եկեղեցուն։ Եվ ես առաջին անգամ տեսա նրա աչքերում կասկածի նշույլ։ Նա տեսավ, որ մեր փոքրիկ գյուղում տեղի էր ունեցել ավելի մեծ հրաշք, քան Արարատի գագաթին գտնված ցանկացած մասունք։ Նա տեսավ վերածնված հավատք։ Արշավախումբը հեռացավ։ Լուրեր տարածվեցին, որ նրանք իսկապես գտել են ինչ-որ հին փայտի մնացորդներ, բայց դրանց ծագումն այդպես էլ մնաց անհայտ։ Բայց դա մեզ համար այլևս կարևոր չէր։ Մենք գտել էինք մեր տապանը։ Մեր եկեղեցին դարձավ ուխտատեղի, որտեղ գալիս էին մարդիկ ոչ թե հրաշք տեսնելու, այլ հրաշքի մասը դառնալու։ Արքեպիսկոպոս Գևորգը այլևս երբեք չայցելեց մեզ, բայց ես գիտեմ, որ մեր պատմությունը փոխեց նաև նրան։ Նա հասկացավ, որ եկեղեցին ոչ թե քարե շինություն է, այլ մարդկանց միություն, հավատքով եւ սիրով կապված։ Այսօր, երբ ես նայում եմ Արարատին, ես այլևս չեմ փնտրում այնտեղ փայտե տապան։ Ես տեսնում եմ մեր ժողովրդի անկոտրում ոգու խորհրդանիշը, եւ ես գիտեմ, որ քանի դեռ մենք կարող ենք միասին կառուցել մեր հավատքի տապանները, ոչ մի ջրհեղեղ մեզ չի կարող հաղթել։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչ կանեիք իմ տեղում։ Կփնտրեիք ապացույցներ սառույցի տակ, թե կփորձեիք կառուցել հավատքը ձեր շուրջը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, եկեք միասին քննարկենք, թե որն է մերօրյա տապանի իսկական նշանակությունը։